Իդեպ, Հայաստանի պաշտպանության նախարարը շարունակում է չտիրապետել իրավիճակին, այդ մասին են վկայում նրա հայտարարությունները։ Որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Պապիկյանը նշում է, որ Ադրբեջանի հռետորաբանության կտրուկ նվազումը զգացվում է նաև սահմանին։ Իսկ ինչ կար սահմանին։ Նույն Սուրեն Պապիկյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, որ 2024 թվականը եղել է Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին։ Եթե մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանին խաղաղ է եղել, ապա ի՞նչն է նվազել։ Եթե նվազել է, ապա ինչպես է խաղաղ եղել։ Հատկանշական է, որ Սուրեն Պապիկյանը այս հայտարարությունն արել է նոյեմբերի 3-ին, անդրադառնալով նույն օրը Ալիևի կողմից հնչեցված «Չկա Սևան, կա Գյոյչա, չկա Երևան, կա Իրևան» հայտարարությանը։ Սա տարածքային պահանջ է Հայաստանին, սա ինքնիշխանության սպառնալիք է, ինչը պաշտպանության նախարարը հասկացել է ճիշտ հակառակը, որպես հռետորաբանության նվազում։ Ալիևը նշել է նաև, որ հայերը չպետք է վախենան 300,000 ադրբեջանցիների չակերտավոր վերադարձից, ինչը հիանալի արդարացրել է մեկ այլ ՔՊԱ-ական Ալեն Սիմոնյանը, նշելով. Ալիևը ոչ չի ասել տանկերով ենք գալու, ասել է մեքենաներով ենք գալու։ Փաստացի ՔՊԱ-ականների համար կարևորը խաղաղությունն է եւ իշխանության մնալը եւ բացարձակ կարևոր չէ Հայաստանում կապրեն հայեր թե ադրբեջանցիներ, կլինի Սևան թե Գյոյչա, Երևան թե Իրևան։